Երկու բիզնեսմենն են, երկուսն է կոշիկի վաճառքով են զբաղվում եւ գնում են Աֆրիկա։ Մեկը գնում է Աֆրիկա, տեսնում է շոկ է ու ոչ ոք կոշիկ չի հագնում։ Զանգում է իր արտադրություն գործարան ու ասում է, «Այստեղ ոչ ոքի կոշիկ պետք չի։ Այստեղ բոլորը բոբիկ են, այստեղ շոկ է»։ Մյուս գործարարը գնում է Աֆրիկա եւ տեսնում է, որ մարդիկ բոբիկ են, զանգում է իր արտադրություն եւ ասում է, որ ընկերներ, այստեղ ոչ ոք կոշիկ չունի, այստեղ լիքը կոշիկ ուղարկեք, մի քանի ֆուր կոշիկ ուղարկեք։ Ու հիմա ես դες ուզում եմ հարց տալ. ով է այս երկու գործարար մարդկանցից հաջողակ։ Երկրորդը։ Այո, իհարկե երկրորդը։ Սա բիզնեսմենի մտածելակերպ է։ Եթե մարդը ըստեղով հարուստ է, ինքը դրամապանակով անպայման կհարստանա մի օր։ Ամենակարևորը ըստեղով հարուստ լինելն է։ Որովհետև իրականում մեր կյանքը ապացույցն է նրա, թե մենք ոնց ենք մտածում։ Մարդը տենց է մտածում, որ Աֆրիկայում ոչ մեկի կոշիկ պետք չի, եւ ինքը չի զբաղվի կոշիկի վաճառքով Աֆրիկայում, եւ հետեւաբար ինքը չի լինի հարուստ, որտեղ դա ստեից է։ Եթե դու մտածում ես, որ քո ապրանքը ոչ մեկի պետք չի, քո ֆիրման ոչ մեկի պետք չի, դու հետեւաբար ոչինչ չես անում, դու մատդ մատից չես տա։ Ամենաառաջինը մտածելակերպի հարցը։